Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պիտի զրուցենք Birthright Armenia-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն բարոն Սևան Կաբակյանի հետ։ Բարև ձեզ Սևան։ Ողջույն, ողջույն։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Սիրով միշտ։ Ուրեմն փոքր ակնարկ մտամ ձեր եւ Birthright Armenia-ի մասին, հետո անցնենք հարցազրույցին։ Birthright Armenia-ն հիմնադրված է 2004-ին Դիգին Էդիլ Հովնանյանի կողմէ, որուն դեսլական էր կառուցել կամուրջը սփյուռքի եւ հայրենիքի միջև, սփյուռքահայ երիտասարդներուն տալով հնարավորություն Հայաստանի մեջ կամավորության միջոցով ծառայելու եւ անոնց մեջ ամրապնդելու ինքնության եւ պատկանելիության զգացումը, խրախուսելով զանոնք, որ գայուն կապեր հաստատեն իրենց նախնիներու հողին հետ։ Իսկ Birthright Armenia-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն մեր այսօրվա հյուրը Սևան Կաբակյան ծնած է Լիբանան, ապրած է Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, 18 տարիներ եղած է ջարդարակետ, անգլերենով Aerospace Engineer, 2006 թվականին ի վեր ներկախտած է Հայաստան եւ գծարայ որպես Birthright Armenia-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն։ Ուրեմն սկսենք այն գետին, թե ինչպես զարգացավ Birthright Armenia-ն ստեղծումեն ի վեր, ռազմավարությունը փոփոխվեցավ ժամանակի ընթացքին, անշուշտ ընթացքին ավելի կմարամասնենք ծրագրի մասին։ Նախքան մենք մեր մասին խոսենք, ամենակարևորը այն է, որ թիդորտը ոստեղ չմնա թիդորտ, մեզի լսողները չմնան լսողի թերի մեջ, որտեվ իրականության մեջ այս ամբողջը իրենց մասին է, եւ յուրաքանչյուր թիդորտ պետք է ինքը մտածի, թե ինքը ինչպես մասնակից պիտի լա այս իրականության, ինքը ինչպես պիտի մասնակից լա Հայաստանի յանքին։ Մենք կրնանք խոսիլ եւ եթե այդ գաբը չստեղծվի մարդոց եւ մեր ասածի միջև մեր խոսակցությունը շատ կարևոր չէ։ Ուրեմն այսօր պիտի փորձենք ծրոմը գամուրջն գծել եւ հրավիրել մարդոց, որ այդ գամուրջեն անցնին թեպի հոս։ Զարգացումը դեպի Հայաստանի ծրագրին Birthright Armenia-ի ծրագրին մի քանի կողմով կարելի է ներկայացնել։ Առաջին սկիզբի դարերում մեր մասնակիցներուն 80-ն ավելին, 80%-ն ավելին Միացյալ Նահանգներն էին։ Իսկ հիմա արդեն այդ տոկոսը շուրջ 40% է, որը կնշանակի, որ 60% արդեն ավելի դիսով աշխարհի հայկական իրականություն ներկայացված է։ Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Եվրոպա, Ասիա, Միջին Արևելքի երկիրներ։ Այդ առաջին, երկրորդ, եթե առաջին 3 տարիները միան Երևանի մեջ էինք, մեր կորձունեությունը միան Երևանի մեջ էր, հիմա արդեն 2007-ին ի վեր Գյումրիի մեջ կորձունեությունը սկսանք եւ 2013-ին Վանացուր կորձունեությունը սկսանք։ Հիմա 3 քաղաքների մեջ ունենք մեր սեփական տարածքը, կամավորները, աշխատակազմը, ամբողջական կորձունեությունը։ Այդ երկրորդ։ Երրորդ, առաջին բավական տարիներուն ամառային ծրագիրեր հիմնականորեն հակառակ որ դարեն 15 ամիս կաշխատեինք, բայց հիմնականորեն մեծ թիվը գուքար ամառը եւ ամառվան դուրս մեր թիվերը շատ կնվազեին, նոր դարվան կունենային 3-4 հոգի միայն։ Հիմա պատկերը լման փոխված է, այսինքն թեր ամառը ամենաշատ հաջողված ժամանակաշրջանն է, բայց մենք հիմա նոր դարվան 50-60 հոգի մարդ ունենք Հայաստանում, դարին 4 ամիս ամենտեղ ներկայացված ենք Հայաստանի մեջ, այդ երրորդ։ Իսկ չորրորդ մասնակիցներու բանն է, թիվն է։ Եթե առաջին տարիներում մենք ունեինք 100-ին բագաս մասնակից, հիմա ունենք արդեն 200-ին ավելի մասնակից յուրաքանչյուր տարի։ Ուրեմն այս մի քանի զարգացումները կարևոր է շեշտել, որովհետև մարդիկ պետք է գիտնան, որ ասի միան ամերիկահայերու համար չէ, պետք է գիտնան, որ ասի միան ամառային ծրագիր չէ, պետք է գիտնան, որ ասի միան Երևանով սահմանափակված չէ եւ ամբողջական ջգոնություն ունենք հարմարելու մեզի լսողներուն, մեզի դիտողներու անձնական կյանքի պայմաններում, որպեսզի իրենք կգտնան մասնակցել։ Ես այստեղ կուզեմ ենթահարցում բարձրացնել անցամ ձեզ, որպես անց ինչն էր ձեզի խթանողը այս մեկը ընելու,
անձնական ինչ ակնկալիք ունիք, թեև քիչ հետո ուրիշ հարցումի մեջ ընդհանուր առմամբ ծրագիրը ինչ ակնկալիք ունի, պիտի հարցնեմ մասնակիցներին, բայց դուք անձամբ ինչն էր ձեզի մղողը, որ ներկախտեք այս ծրագիրը ղեկավարեք այստեղ եւ ինչ ակնկալիք ունիք մանավանդ մասնակիցներին։ Իմ բարակայից ոչ թե ծրագիրը գար եւ հետապար ներկախտեցի ներկախտելու որոշումը ավելի առաջ առնվեցավ եւ այս հնարավորությունը ի հայտ եղավ արդեն այդ որոշում առնելիս յետք եւ ընդրեի դարբեր հնարավորություններ այս հնարավորությունը թիմացիելով եւ արդեն մնացյալը ինչպես 20-րդ the rest is history մնացյալը արդեն ծավալվեցավ իսկ իմ նպատակը ընդհանրապես այս ծրագրի հետ կապված վահան ես կուզեմ թուր բադուհան բացողալար, ես կուզեմ թարբասի թուրը բացողալար, ես կուզեմ գամուրջին մեկ կողմը գեցողալար, որպեսի հրավիրեմ մարդոց գամուրջի վրա են թևի մյուս կողմը։ Այս բոլորը ես կնեմ առանց մարդոց բարդացրելու, առանց մարդոց ստիպելու, որտեղի վերջո Հայաստան քալու Հայաստան նույնիսկ քալով կամավորություն ունեն մեր ծրագրով մի քանի ամիս։ Ադիկա պետք է լա ամբողջովին անձնական մողումով եւ ոչ թե ուրիշին բարդացրանքով։ Այս ամբողջ մեր զրույցի մեջ ես միայն ուզեմ թրականությունը շեշտել եւ նաեւ ասել նախքան շարունակենք որ Պրոտրամինիայի ծրագիրը ոչ թե այն է որ մենք մարդոց Հայաստան գտաղափոխենք, մենք Հայաստան մարդոց կհաստատենք հայրենադարձության ծրագիր է։ Անշուշտ այդ բաժինը կա փապակողներուն համար, բայց եթե մեր մասնագետներուն մինչև հիմա 3000 մասնագետներուն 12% Հայաստան տեղափոխված Հայաստան գաբրի, մյուս 88% հիմա Հայաստան չաբրի, բայց այդ մյուս 88%-ը նույնիսկ մեկ կայլ առաջ կացած է իրենց հայությունը իրենց հայկական ինքնությունը հասկանալու Հայաստանի թերը իրենց յակի մեջ հասկանալու այդ իմաստով ամեն մարդ մեկ կայլ առաջ կացած է այնպեսի նախաձեռնություններ կնեն որոշ շրջանավարտներ որոնք իսկապես կովելի են դարձյալ ոչ թե որտեղ մենք ենք ադար խթանումը այլ ամբողջ կրեդիտ եւ վարկը գերտա իրենց որ իրենք այդ բոլորը արած են իշնոր Պանի շնորհիվ իրենց Հայաստան քալու այս փորձառություններն անցնելու Այստեղ չեմ գտնար այս սկացումը բահել որպես հաղորդավար, բայց շատ բարձր գնահատելի է, որ կգետրոնանաք սկիզբն ալսիկ, հիմա էլ կգետրոնանաք մասնագետներուն վրա, անոնց վրա այսպես դրած եք ամբողջ հույսը եւ դրականությունը այդտեղ են ուկա, ինչին համար այսինքն շատ մեծ կողոնակություն ունի։ Անցնենք քիչ մը ծրագրի մասին, մասնագետներու արշավի, այսպես ճագերդավոր մասին, birthright-ի հետ անցնելիք ճանապարհի մասին։ Մեզի կպատմեք թիմումը ներկայացնել են մինչև վերադարձ ինչ կգադարել, ինչպես կընդրվի հարցը, անձը կներեք, գամավորի մշապատը ինչպես կանցնի եւ այլն։ Այո։ Ահա կարևոր է մի քանի գետ նշելուս։ Նախ մեր թիմորտը գտնա ասկերաչ Հայաստան եկած լալ կամ գտնա եկած չլալ։ Մեր թիմորտը գտնա հայերեն խոսիլ գիտնալ գտնա հայերեն խոսիլ չի գիտնալ։ Մեր թիմորտը գտնա լալ 21 տարեկան որ մեր նպատակությունն է մինչև 32 տարեկան որ մեր արևելակությունն է։ Համալսարան ավարտած չլալ դեր կամ դարիներով փորձ ունենալ։ Մեր թիմորտը պետք չունի Հայաստանի մեջ ովևէ մեկը ճանչնալու։ Օտագայանը իրեն գարնենք եւ ամբողջ ծրագրի բաժինները իրենց համար մենք կկազմակերպենք։ Ուրեմն այդ վախի բաժինը, անորոշության բաժինը, մտահոգություն, այդ բաժինները չունի։ Երկրորդ մենք նույնպես կնպաստենք մարդոց քարուն։ Օտանավի ծախսերը, օտանավի դոմսի քիները կբարձրանան ամեն դեղի։ Մենք մինչև օտանավի ծախսի 100% կգնանք վճարել։ Այսինքն յուրահատուկ առաջարկ է։ Մեր հյուրընկալներուն հետ մնալու զոններու հիմնական ծախսը մենք կգնանք մինչև 100% վճարել։ Ուրեմն ծախսերը մենք կթեթևցնենք։ Ուրեմն նախքան մարդոց ասենք թե մեր թիմնակիրը ինչպես է, պետք է իրենք հասկանան, որ այդ մտահոգությունները իրենց մտքի մեջ լեզու լավ չի գտնալու, ես արամադահայերեն խոսիմ, հոնարևելա հայերեն խոսին, Հայաստան չեն գիտեր, չէ՞ հայերեն, գներեք ընդհատեցի։ Գան որ ընդհանրապես հայերեն չեն գիտեր, ոչ արամադահայերեն, ոչ արևելահայերեն, ընդհանրապես չեն գիտեր։ Հաց միտք, արգազախնդիր ոգի,
Յանքի սովորական նավագեն դուրս ելնելու կաճություն, արգածախնդրություն, փափակ, սեր, ուրիշ բան մանելու յանքի մեջ։ Նույնիսկ անոնք որոնք աշխատին եւ իրենց կորձեն չեն գնալ, իրենց համար նույնիսկ ունենք light ծրագիրը, ասենք թեթև ծրագիր ունի, որովհետեւ մենք իրենց համարենք։ Մեր հետևողները մենք միշտ կաճառել ենք որ հետևին մեր Facebook, Instagram, LinkedIn այդ ամբողջ social media-ի էջերում մենք ունենք Birthright Armenia .org birthrightarmenia.org գայքը որում մեջ կա մեր թյուննակիրը թյուննակիրն ամիջապես կհաջորդե հարցազրույց online խոսիկ մեր թիմորդներու հետ հասկանալու համար ինչ կուզեննել գաստագաստեն իրենց հետ շատ բաներ Ուրեմն թյուննակրի ծրարը ամբողջացնել է իդ մեր ծրագրի հիմնական բաժինը internship կամ կամավորություն անվճար է internship կամ social կամավորություն Ուրեմն ովքեր որ գուզեն գալ Հայաստան ընդհանրապես ինչ է Հայաստան գալու հիմնական եղանակը մարդուց որոնք Հայաստանի դուրս կապրին գալ 5 օր 10 օր շրջապատույց զբոսաշրջիկություն Եվ վերադառնալ туриզմ ամմարտ կսիրե туриզմներ Մեր ծրագիրը туриզմեն երկու քայլ անտին կանցնի Եվ մենք կսենք եկեք Հայաստան զարգացեք ձեր ռեզումեները զարգացեք Դուրսը internship գտնել աշխատանքային փորձ ունենալը դժվար է կորց գտնելը դժվար է ամեն մարդ կսե որ փորձ պետք է ունենաս որպեսզի քեզ կորձի առնեն ինչպես փորձ ունենամ եթե ինձ առաջին անգամ չի գտնել Հայաստանի մեջ մենք ունենք 1500 կորձընկերներ դարբեր ոլորտներում մեջ ուր մեր կամավորները մենք կդեղացրենք internship placement-ը կամավորության placement-ները մենք կնենք նորեն Թիմորտը լսողը մեզի պետք չունի գիտնալու որ ինքը պետք է software engineering-ի համար պետք է ընկերության թիմ է ընկերությունը քեզ չի ճանաչնար email-ը չի պատասխաներ երբ որ բայց մենք կթիմենք մեր partner-ին գսենք որ մեր կամավորն է մեր մասնագետն է եղողը արդեն դարբեր ծով գնային ոլորտները կրետ անսահմանափակ են նորեն IT սեկտորը կա, առողջապահության սեկտորը կա, ջարդարաբետություն, դիզայնի սեկտորը կա, լեզուներու սեկտորը կա, բիզնես զարգացում սեկտորը կա, թանգարաններ, արվեստներ, մշակույթի ոլորտը կա եւ ուրիշ շատ ոլորտներ։ Ուրեմն այդ թյուրացումը որ մենք կուտանք Գամավորներուն դեղավորելու հոնորորին պետաշխատին, ատիկա մեծ առավելություն մնե։ Ուրեմն ասիկը շապատը 30 ժամվա իրենց օրն է, իրենց շապատն է, շապատը 30 ժամ։ Գեսորը ետվա կամ երեկոյան ժամերում մենք ունենք հայերեն լեզվի դասընթացներ, հատկապես անոնց համար որ լեզու չեն գիտեր, մենք ունենք դասախոսական շարք, հավաքներ, մենք ունենք շապատավերջերուն շրջապատույթներ, եւ մեր շրջապատույթները սովորական սպոսաշրջիկության բաները չեն, շրջապատությունները չեն, շատ բաները կնենք, որոնք նույնիսկ Հայաստան բնակող ժողովուրդը չի դեսներ, չի գիտեր։ Գիրագի օրը հանգիստի օրը երկուշաբթի օրը իդ կսկսենք։ Իդուղունները ուր կմնան մեր մասնագետները, մենք ունենք մեր առաջարկը, որ մեր գոբե ընդրված հյուրընկալ ընտանիքներն են, host families մեր կողմէ ընդրված։ Աշուրջ ընդրությունը մենք կուտանք մասնագետին, եթե ինքը կուզե մնալ իր հարազատներուն, կովետը հարազատներ ունի, ինքը կուզե դուն վարձել, ինքը ընտանիքը դեղ ունի կուզե հոն մնալ, իրենց որոշումն է դիգա։ Մեր առաջարկը եւ ինչ որ ֆինանսապես, ինչին որ մենք կնպաստենք ֆինանսապես, մեր հյուրընկալ ընտանիքներն են։ Մեր ծրագրի մեջ վահան նաեւ կա շատ ճկունություն։ Հատկապես երկար մնացողները կգնան 2 ամիս մնալ հյուրընկալ ընտանիքի հետ, 1 ամիս դուն վարձել։ Կգնան իրենց աշխատանքը որսի, կամավորության բաժինը որսի, կգնան ոչ թե միայն 1 տեղ աշխատել, շատերը 2 տեղ աշխատին։ Կգնան մի քանի ամիս 1 տեղ աշխատել, 2 ամիս ուրիշ տեղ աշխատել, այդ ճկունությունը ունենք։ Մեր նվազագույն Պրոգրամի նվազագույն մնալու դեպողությունը 9 շաբաթ է, մոտավորապես 2 ամիս, մինչև 1 տարի։ Ովքեր որ full time աշխատանք ունի, իրենց համար կա 4 շաբաթվա նաև հնարավորություն։ Մենք չունենք սկսելու թվական եւ ավարտելու թվական։ Ամեն օր կամավոր կա Հայաստան,
ամեն օր կամավորներ գերտան Հայաստան։ Ուրեմն հավելյալ ջերմություն, որ չկա բարդաթիր թվական, որ պետք է հոսելլաս եւ բարդաթիր թվական, որ պետք է ծրագիրը վերջացնես։ Եվ շատերը վահան այդ իմաստով նաեւ իրենց աստեղի փորձառության պատճառով այնինչ որ գտվի շատ երկար ժամանակ 9 շաբաթից Հայաստան ինչ պիտի անեմ։ 9 շաբաթ հոսյահողը արդեն 5-րդ շաբաթին գսե որ նոր եկա արդեն կես անցավ եւ շատերը գերգարացիկեն իրենց մնալը շատ հաջող երևցող բադահող երևույթ է որ մեր մասնագետները գերգարացիկեն իրենց մնալ ուրեմն այս ամբողջ ջգունությունները այս ամբողջ սփորտը որ մենք կուտանք իրենց առանց ոյը մեկը ճանչնալու ամեն ծով մենք իրենց գնապաստենք ամեն մարդ ուկա առանցին մարդ չի ճանչնար հոս մեկ շաբաթի հետ կարտեն անխուսափելի է որ ինքը մեծ տիով ուրիշ կամավորներով հետ չէ շփված ադիգա անխուսափելի է որ մեկը մինակ մնա ամայման շփին ուրիշներով հետ եւ ստեղծեն այնպեսի այսինքն խորքային գաբեր ուրիշ մասնագետներով հետ որ ամբողջ կյանքի ընթացքին կբահեն իրենք այս ընդհանուր նկարակիրը ծրագրին եւ թիմելու գարկը on-line է մենք ունենք նաեւ email-ի հարցում ունեցողները կգնան գրել մեզի info@birthrightarmenia.am info@birthrightarmenia.am պատրաստ ենք լսելու ծեր հարցումներով որ ինչպես այս բոլորը ծեր համար է Եվ դուք նախապես պատրաստված եք այսօր արդեն գայքեչին մեջ բավական դերեկություն ալգա FAQ բաժինը կա հարցումներով ահագին պատասխաններ կան ահագին իմ հարցումներս որ նախապես պատրաստած է արդեն պատասխանեցիք շատ լավ եղավ քիչ մը գուզեի միայն հյուրընկալ ընտանիքները ինչը ըսիկ բարդաթիր չէ գրնան բարձակալել ասկականներու կողմնան բայց ինչ տեր ունի այս հյուրընկալ ընտանիքը վերջի վերջո գուքան այո քիչ մը գրնալ անձանոթի հետ ապրիլը դժվարել է բայց վստահ եմ հսկայական դրական տեր ունի եթե քիչ մը գրնանք այսօր մասին խոսել եւ ինչպես կգազմագերբվի տեղավորելու գործընթացը անոնց համար որոնք կուզեն հյուրընկալ ընտանիքի հետ մնալ այո հյուրընկալ ընտանիքները մեր ծրագրի իսկապես շատ հաջող բաժինները մեկն է ինչպես որ booking.com-ի վրա ռեյտինգները կան ամեն հոթել ռեյտինգ ունի չէ մեր հյուրընկալ ընտանիքներու հետ մնալու փորձառության ռեյտինգը 9.2 է կարծեմ 10-ին 9.2 է ընտանիքները մենք կընտրենք ընտանիքներու մոտ մենք կդեղավորենք ընտանիքներու մասին մենք կդեղեկացնենք մասնագետներուն նախքան իրենց քալը ուրեմն նախքան իրենց քալը արդեն կփոխանցենք կոնտակտը որովհետեւ իրենք կգնան այդ ընտանիքին հետ նախքան Հայաստան հասնել իրենք կգնան խոսել ընտանիքին եւ այնպեսի ես կնամ 2 ժամ միայն հյուրընկալ ընտանիքներու փորձառություններու մասին խոսել վահան որտեղ այնպեսի հետաքրքրական փորձառություններ կան հաջող կամավորները որոնք շրջանավարտ կլան արդեն եւ մեզի համար նաեւ շատ կարեւոր է մեր ծրագրի մասնակցողը ոչ թե 9 շաբաթ կամ 6 ամիս կամ 10 ամիս կուքա եւ հետո կսենք հաջողություն կյանքի մեջ կսենք շարունակենք աշխատել միասին մենք ունենք շրջանավարտներով այդ աշխատելու քրասենյակ եւ հատուկ ճիգ կտապենք մեր շրջանավարտներուն շարունակապար գապված բահելու հաջող Հայաստան վերադասող շրջանավարտներ, որոնք ուքան աստեղեն այցելության կամ ինչ-որ նպատակով, նախքան մեր քրասենյակը կան, գերտան իրենց հյուրընկալ ընտանիքինքով։ Եվ մենք շատ բարի նախանձով գնայինք այսօր։ Ըսել է, որ հոնդել լավ գապն ստեղծված է։ Ադի իսկապես շատ կարևոր է։ Մեկ պատմություն մենք բարձրապես մենք կամավոր ունենք դարիներ առաջ, որ մեր հետ գզրուցեմ հոս քրասենյակս հյուրընկալ ընտանիքի մասին հարցի, ասավ Սևան շատ դարօրինակ բան եղավ։ Մի քանի օր առաջ հյուրընկալ հայրս 60 տարեկանոց մարդ է, ամուսացած երկար ժամանակ։ Ինձ եսա որ ուզեմ որ տուն մեր գնկահայրը լաս բան ամուսության։ Ասի որ բայց դուք ամուսացած եք գնկահայր որ մեկ ամուսության։ Մենք սովետական ժամանակ ամուսնացել ենք, այն ժամանակ միայն քաղաքացիական ամուսնություն արած ենք, եկեղեցի մեջ չենք պսակված, ուզենք եկեղեցի մեջ դեր հայրով
բրոնական կարգով բսակվիլ եւ ուզենք որ թուն մեր կնկահեղել բաս սերը բայց ճունիկ բարեկամներ դրաս ես եթե ցեզի առաջարկ կնեմ դուք այդ առաջարկը չեք կտան մեր շել ուրեմն ասկամորը ընդունած սիրենսինը ամմաման մեգա կտնես որ նգարեց էզի արաբողության ժամանակ եւ այդ նգարը մենք ունենք եկեղեցի խորային աչքը գլուխ դրած զույգը յետել դերայրը իսկ աչքը գաբոր Գեղեցիկ է, բայց գիտեք, բարձ գամավորության ծրագիրը չէ բարձավես։ Այս կողը, այսպես աներևույթ հոգևորս եմ չեմ գիտեր, շատ հետաքրքրական բան է։ Այո, եւ նորեն այս բոլորը գսեմ մարդիկ մտիկ կրեն դուք մերասազներուն գնալ 90% չեղել հասկանալ թե ինչ է որտեղ միան հոս եղող մեջ եղող ապրող այն ժամանակ կսե վերջավորության որ սևան ես նոր հարաճի բանը հարցազրույցը գտեի ամիստեր առաջ չէ հավատար ինչ որ թիմեցի հավասի գեգա հիմա ուզեցի ասել որ մա գամորտաս բաժենը վերջացած եմ բայց այն ժամանակ որ ասիր որ չի հասկանաս սկսեն հետո մի հասկանաս ես հիմա իսկապես կհասկանամ թե ինչի մասին խոսեի կոթոնը վահանը Այո հույսով եմ այդպիսի արձագանքներ կլան ահակին այո Քիչ մը լեզվի ուսուցման մասին, եթե գրնանք մանրամասներ, ինչպես ասինք ոմանք արևմտահայերեն կխոսին եւ հյուրընկալ ընտանիքները մեծավ մասամբ արևելահայ խոսեն կամ ոմանք բնավ հայերեն չեն գիտեր եւ տարբեր լեզուներ խոսող են, ոչ միայն անգլերեն, այս մասին եթե քիչ մը մանրամասնենք։ այո միակ կարևոր բանը որ մեկը պետք է ունենա մեր ծրագրի մասնագետը լարու համար հաց միտք հաց ոգի ջգունություն սորվելու փապակ ոչ լեզու գիտնալն է կարևոր եւ անհրաժեշտ ոչ համալսարանի ինչ որ ուսումն է անհրաժեշտ է կարևոր ոչ հայաստանին զանոթալն է կարևոր հաց ալլալ իսկապես աս երկիրը քրգելու եւ այն մասնագետները որ գուքան առանց հայերեն գիտնալու բայց իսկապես ջիկ կտապեն եւ նպատակ ունեն 2-3 ամիսեն իրենք կգնան դարձական հայերեն խոսել այս ես կնամ անստամբես վկայել հարյուրներով փաստեր կան այս ուղղությամբ Փացը լալու աս երկիրը շնչելու փացը լալու աս երկիրը հասկանալու փացը լալու աս երկիրը ամեն գոմերով դերստելու ես միշտ կսեմ մեր մասնակիցներում մեր առաջին հանդիպման ժամանակ որ Հայաստանը պետք է քրգել իր ամեն ինչով մեջը լարով բոլոր բաները որոնց դուք համաձայն չեք բոլոր բաները որոնց դուք չեք սիրել պետք է Հայաստանը ամբողջովին քրգել եւ ինչպես ցերաբրած երկրներում մեջ դուք ամեն բան չեք սիրել ոչ Ֆրանսա ոչ Ավստրալիա ոչ Ամերիկա ոչ Ռուսիա ամեն բան չեք սիրել բայց այդ երկրներում մեջ կապրիկ այդ երկրներում դուք զարգացման կնպաստեք որտեղ ընդհանուրը քրգած եք Հայաստանը պետք չէ դարձնել Հայաստանի մենք այնքան սկացական մոդելանք շատ սխալ է շատ սկացական մոդելանք հայերս արդեն քել սկացական ժողովուրդ Հայաստանի մոդելանք սկացական բանը դեսում իրար կանստին Ադեկա սիգարետը քեդին թափեց ադեկա չեմ քեդին չրա պետք է վեր ելենք այս սկացական ջահիջեն շատ կորզնական կորզնաբաշտ իրադես մոդենանք աս երկրին քրգենք ամբողջը մեջը լալով ամեն բան որ կդեսնենք եւ պետք է դեսնենք որոնց համաձայն չենք այսպես է որ մաս կգազմես երկրի զարգացման այն մարդիկը որ դեսեն որ Հայաստանը իմս չէ Հայաստանը քեշ վիճակի մեջ է Հայաստանը ամենասխալ ճանապարհի վրա են հիմա ամենը շատ Հայաստանը մարդ պետք ունի ցեզի լսողներ դիդողներ Հիմա ամենը շատ Հայաստանը կամավոր պետք ունի հիմա ամենը շատ Հայաստանը մասնագետ պետք ունի հիմա ամենը շատ Հայաստանը հավատացողներու պետք ունի աշխատողներու պետք ունի կորձնողներու պետք ունի սորվողներու պետք ունի դեսնողներու պետք ունի փորձողներու պետք ունի մտածողներու պետք ունի հիմա ավելի շատ քան 5 տարի առաջ քան 10 տարի առաջ քան 15 տարի առաջ
Եվ այս խաչմերուկը, այս փարդ խաչմերուկը, որում որ գտնվի Հայաստան, ինչ ուղղությամբ պիտի շարժին առաջ, ինչ պիտի լա մեր ապականը։ Եվ մենք այլ դրանք չունենք հաջողության, մենք պետք է ամենամանորեն հաջողենք։ Եվ հիմա ըսկացական բաժինը ոչ բանական մեր էության ոչ բանական բաժինը պետք է ամբողջովին մեկ կողմ տնենք զուտ կորզնական իմաստով 7 միլիոն հայկա աշխարհի 4 կողմը ապրող Հայաստանին դուրս, որոնք կնպաստեն ուրիշ երկրներու զարգացման։ Լավ, հոնձնած եք, հոնսորված եք, հոնապրած եք, հոնունիք ծրամին իրականություն հաստատված։ Այդ 7 միլիոնին ինչ որ բզդիկ տողոսեն ինչպես պիտի Հայաստանը օգտվի։ Մեր ծրագիրը այս անիվը դարձնելու ծրագիր է։ Ոչ թե Հայաստան դեղափոխել դառնալ մարդկանց, այլ Հայաստանը իրենց իրականության մեջ հնարավորություն իրականության վերածելու։ Ամեն մարդ իր որոշումը կառնի թե ինչ պիտի անի կյանքով։ Եվ նորեն մեր ծրագիրը այնքան թրական ծրագիր է, հրավիրող ծրագիր է, միացնող ծրագիր է։ Ես չեմ սիրել նույնիսկ սպյուրք բառը, սպյուրք Հայաստան չեմ սիրել։ Գա աշխարհի հայկական իրականությունը, որում մեջ պետք է ամեն բաժինները զորավոր լինեն, ամեն բաժինները պետք է շարունակված լինեն, ամեն բաժինները պետք է միասին աշխատին։ Ու մենք կենտրոնանանք Հայաստանի վրա, անոնք դու կենտրոնանան սպյուրքի վրա։ Սխալ ճանապարհ է, սխալ դեսլական է։ Բաժանում ունի իր մեջը, այդ հղացքը իր մեջը բաժանում կենտրոնի։ Մենք կհավատանք ամեն բան միավորելու։ Հարաբախտաբար նավու տարաշրջանը չեն արդեն օտանավ աշխարհած մոտիկցած է։ Դժվար է քիչ մա այս ոգևորիչ եւ հուզիչ խոսքերեն իդ միայն կորցնական ծրագրի մասին խոսիլ, բայց վերջի այս ծրագիրը դրսևորումն է այդ ոգին։ Թեթև ակնարկ մտանք Birthright Light-ի մասին, ինչ լուծում կուտա անոնց, որոնք չեն գրնար ամբողջ ծրագրին մասնակցել եւ ինչ են տարբերությունները սովորական ծրագրին եւ Birthright Light-ին միջեւ։ Light-ի ծրագիրը 4 շաբաթ են 9 շաբաթ է, սովորական ծրագիրը 9 շաբաթ են սկսի։ Light ծրագիրը կորձ ունեցողներու համար որոնք չեն կտրել երկար իրենց կորձերեն բացակայել, բայց ծրագիրը ինքը ամբողջովին նույն ծրագիրն է։ Նույն բանորոնը մասնակցին բոլոր մասնակիցները ճիշտ նույն ծրագիրն է, ավելի կարճ ժամկետ։ Ուրեմն մենք բարձրապես կփորձենք հարմարիլ մեր աշխարհի իրականության ովքեր որ Birthright Light ծրագրով ուքան, ապակային իրենք հնարավորություն ունենան երկրորդ եւ վերջին անգամ նորեն մասնակցելու, եթե կորց փոխեն կամ պայմանները փոխվի իրենց կյանքի, վերադառնալ եւ այդ ժամանակ սովորական ծրագիր անել։ Եվ մեր ծրագիրը ավարտելի հետ կա շրջանավարտ alumni ըլլալու կարևոր հանգամանքը։ Երբեք չեն գսել հաջողություն ձեր կյանքի մեջ։ Միշտ կսենք հաջողություն, բայց ինչպես կնանք միասին շարունակել աշխատել։ Ուրեմն Birthright Armenia-ի ծրագրի միացողը ճիշտ է մենք կյանքի պայմանագիր չենք ստորագրել իրենց համար, բայց մեր ամբողջ հոգեբանությունը սկսիլ Հայաստանի մեջ կապը, կորզնական կապը եւ հույս ունենալ, որ իրենց սկսած է պիտի շարունակեն զարգացնել նաև մեր թիկունքով, մեր նպաստով, եթե իրենք ադոր կարիք ունին։ Ինչպես կչափեք մասնագիտի հաջողությունը։ Գիտեք, այստեղ դժվար է չափել, որովհետև նյութական աշխատանք չէ եւ այլն։ Ձեզ համար ինչն է չափանիշը հաջողության։ Արդեն ձևով մանրածածակ որոշ չափով անշուշտ։ Վահան, մասնակցությունը ինքը հաջողություն է, որովհետև ամեն մասնակցողի 1000 հոգի կա, որ չի մասնակցիր։ Ամենը սողի, որ ես 3 ամիս պիտի երթամ Հայաստան, 1000 հոգի կա, որ գսե ես 3 ամիս ժամանակ չունիմ, դեղ չունիմ, գործ ունիմ, ընկեր ունիմ, կյանք ունիմ, չի մասնակցիր։ Մասնակցությունը ամենամեծ հաջողությունն է։ Իսկ մասնակցելը ետք մենք չունենք այսպես մարդոց սանթրագի վրա չափելու կամ տեղադրելու սովորությունը, որ ասի ավելի հաջող կամ որեր ասի նվազ հաջող կամ որեր։ Ամեն մարդ իր մեջ կստեղծի իր հաջողությունը։ Ամեն մարդու ապակա քայլը Հայաստանի եւ հայկական աշխարհի մեջ ներդրում ունենալու ինքը որոշ է։
Մեր գնա ծրագրին մասնակցել 10 տարի երբեք Հայաստան չի վերադառնալ, բայց 11-րդ տարին 25 հոգի հավաքի գլուխը կա ինքը ատխուտի ղեկավարը։ Եվ բադահաձ ասաս իրական օրենայ է։ Ես զարմացած որ մա եդե գերի։ Ինչ կերեսոս։ Ասա խումբ հավաքերեմ 25 հոգինոց 3 շաբաթվա ծրագիր ունեն այստեղ Հայաստանում։ Ասի շատ լավ է, ինչ որ պետք ունի մեզ լոր դրեք։ Ասա գուզեի կրասինակ կար որ տուգալ խոսի խումբից է տուգալ խոսի բոլորն երեսապն է։ Մասնագետներ շրջանավարտներ ունենք, որոնք գազագերբություններ հաստատած են Հայաստանի մեջ, սահմանամերձ կոդին մեջ աշխատող գազագերբություն հաստատած են physical therapy, occupational therapy, ընդհանուր therapy ոլորտի մեջ գազագերբություն հաստատած են Հայաստանի մեջ, կուրսի կարևոր ներուժը նաև բաստարսերով Հայաստանի այդ ոլորտի զարգացման Եվ ասոնք ոչ թե մեկ ծրագիր որ գլակ վերջն ասոնք շարունակապար աշխատող ծրագիրներ շրջանավարտներ ունենք որոնք քինի ադապտացիան մեջ են Հայաստան շրջանավարտներ ունենք որոնք Հայաստան չեն դեղափոխված եւ այս օրինակները որ դվի ասոնք Հայաստան դեղափոխված մարդուց օրինակներ չեն դուրս ապրու հայեր օրինակներ անուք կամ որ Հայաստան դեղափոխված են ընտանիք ունեն զավակ ունեն շատերը իրար ամուսնացած են եւ հաջողության փոն սահմանում այն է որ այս իրենց ըրածը իրենց ցանկի մեջ թրական լիցք տպացի այս իրենց ցանկի մեջ թրական դեղաշարժ ստեղծած է իրենց համար եւ նորեն կարեւոր է որ մեզի լսողը մեզի թիդողը չմնա մեզի լսողի թերի մեջ մեզի քրեցեք սկսենք զրուցել ինֆոյի հասցեին մեզի գրեցեք որ Սևանին հետ կուզեմ խոսիլ հարցազրույցը լսեցի Սևանին հետ անձնապես կուզեմ գապվիլ մենք կգնանք իրար հետ խոսիլ WhatsApp կնենք զանգի գնենք զանգին հայաստանյան WhatsApp-ն է եւ սկսենք խոսակցությունը սկսենք բարդաթողական ոչ մեկ բան չկա այս բոլորի մեջ խոսենք հնարավորությունների մասին թե ինչ կարելի է ներ անգետ որոշումներ գարնեք Ամեն ծով մենք կուզենք թյուրացնել ծեր այս բանը առաջ խաղացել մենք կուզեն ամեն ծով թյուրացնել Դուք ծևով նշեցիք արդեն գաբերը պահելու հետ կապված եւ այլն, բայց ինչ որ չանքեր գտարվին, որովհետեւ թե դուք իրենց հետ գամավորներուն հետ կամ շրջանավարտներուն հետ երկարաժամկետ կապը պահեք եւ իրենք իրար հետ կապ պահեն։ Ես անշուշտ անձամբ գիտեմ դեպքեր, որ նույնիսկ ամուսնություններ եղած են, այստեղ հաստատված են, իրար հետ ճոխորտած են, միշտ կուքան եւ այլն, բայց քիչ մի եթե այստեղ ալ փաղաքից մոփանանք Մենք ուրեմն մեր աշխատակազմի մեջ ունենք երկու հոգի, որոնց միակ գործունեությունը շրջանավարտներու հետ աշխատել է։ Շրջանավարտներու հետ աշխատել, նույնիսկ երբ որ դեր իրենք շրջանավարտ չեն, այսինքն նոր եղող կամավորներուն հետ իրենք կսկսին աշխատել, որ հերանագարային մոդենան։ Երբ որ կամավորությունս վերջացնեմ ասկան ժամանակի հետ, արդյոք կգնամ ասենք բան մանել, ասենք բանին ինձ կգնամ օգնել Հայաստանից կգնամ քաղաքացիությունը ստանալ, Հայաստան կգնամ կորս գտնել, կգնամ ծրագիրնել եւ մենք ամեն ծրոգը նպաստենք, ուրեմն աշխատակազմի անդամներ ունենք, որոնց ամբողջ գործունեությունը այդ է։ Եվ տարեկան մենք նյուզլետեր ունենք շրջանավարտներուն գղրգենք, մեր շրջանավարտներուն հետ գաբի տարբեր չանալներ ունենք, իրենց հետ կապի մեջ կմնանք Եվ մեր քրասինները միշտ բաց է եւ իրենք գիտեն որ միշտ խրախուսված են մեր հետ աշխատելու եւ հիմա հատկապես Հայաստան բնակվող շրջանավարտներու հետ շատ ավելի զարգացած շատ ավելի ջող ծրագրերու շարք սկսած ենք դարձյալ այդ համայնքը Հայաստանաբնակ շրջանավարտներու համայնքը ավելի աշխուժացնելու համար այսինքն այս ծրագրի Փուն բարձանքը մեր շրջանավարտներն են իրենց կորձերն են, իրենց հաջողություններն են, իրենց հարաշտիմությունն են։ Այսինքն մեր քեր նպատակը Հայաստանի հաջողությունն է, հայկական աշխարհի հաջողությունն է, զարգացումն է։
Իսկ մեր շրջանավարտները այդ ճանապարհին վրա շատ կարևոր գործոններ են եւ մենք կուզենք խթանել այնպեսի շրջանավարտներ, որ այդ ճանապարհի վրա իսկապես ուժեղ մասնակցություն կնան բերել։ Այս ամբողջ ընթացքին Birthright Armenian ինչ մարտահրավերներով հանդիպած է։ Ուզեի երկու ուղղությամբ խոսենք, թե առօրյա, այսինքն գամավորներու առօրյայի ընթացքի մարտահրավերներ, գրնալալ մշակութային թեև անդրադարձանք մշակութային ընկերային կամ գազམ་ագերբչական եւ վերջերս, այսինքն վերջի մի քանի տարին ինչպես հարմարեցաք օրինակի համար տակաժահրին հետ, կորոնա վայրուսին հետ համաճարակին, Արցախյան պատերազմի 44 օրյա քաղաքական անհաստատություններուն հետ եւ այլն։ 2020 տարին ծովը մեզ համար ասենք այս ժամանակը սարեցավ եւ անիչ որ ասենք շարունակաբար աճ ունենայինք մեր դրական մասնակցության իմաստով այդ տարին ամբողջովին սարեցավ 2021-ին բարեբախտաբար մենք կարողացանք վերականգնել մեր նախորդ տարվա թիվը, բայց 2020-ը սարած տարի էր կալով երկրի իրավիճակին հայկական աշխարհի իրավիճակին հարթ շատ հարթ վիճակ է եւ դժբախտաբար հայության մեկ զանգվածը այդ հարթ մարտահրավերին իդես փոխանակ ավելի լարվի, ավելի ամրապնդվի, ավելի կոդեպնդվի, ավելի սևերվի թեպի նպատակը թեպի Հայաստանի հաջողությունը ընդհանրապես ծոմը օթոն բանի անարիեր reverse-ին եւ ծոմը միսուղթան կացին մարդիկ կային ակջված, դեղացած, չայնացած, շվարած, լարված, անորոշ, հուսախապված եւ լման հասկանալի է այդ սկացական վերաբերմունքը լման հասկանալի է բայց պետք չէ այդ իրավիճակի մեջ մխրջված մնալ պետք է եւ մինչեւ այսօր դեռ այդ իրավիճակը 2023-ի պատերազմեն հետ կատիկա ավելի սեբը խրվեցավ մինչեւ իմ այդ իրավիճակը եւ ես շատ կքաչարել եմ իմ աշխարհը ծրիվ աշխարհը սպիր հայրենագիստներուս որ ճիշտ որովհետեւ մտահոգ ենք ճիշտ որովհետեւ մեծ խնդիր կտեսնենք հավելյալ պատճառ է ոչ թե երևի տալոր հավելյալ պատճառ է լարվելու եւ դեպի առաջ մղվելու եւ ասեն մեր ծրագիրը birthright-ի ծրագիրը ասեն աշխարհի իրականության մեջ կաշխատի եւ հիմա պետք ունենք ավելի մասնակիցներու, ավելի հավատացողներու, նույնիսկ ովքեր որ մեր տարիքային շեմ անցած են 33 տարեկան եւ ավելի մեծ են, մեր քույր գազམ་ագերբությունը կա Armenian Volunteer Corps, տարիքով մեծերը, թոշակի անցած, հանգստյան կոչված մարդիկ։ Եկեք 4 շաբաթ, եկեք իրենց ծրագրին մասնակցեք, շատ նման է մեր ծրագրին, աշխարհի մեջ դարերով, դասամյակներով ծեր հավաքած փորձը գիսեցեք այստեղ Հայաստանի մեջ ժամանակն է ժողովուրդ ամեն բան հավաքելու ես շատ կլսեմ ինձի նաև շատ մտերիմ մարդուց կողմեն կլսեմ ադենն է որ սպիրկը ետ կետրոնանա սպիրկի վրա ադենն է որ սպիրկը այս գլխագորույս դեպի Հայաստան բազել անկախություն այս թմբիրեն մեկ բարյան մեկ պետք է արտանանք եւ մեր լքած սպիրկը ետ կազմակերպենք մեկը կամ մյուսը չէ երկուքը միասին պետք է առաջ տանել որովհետեւ Հայաստանագետրոն Հայաստանի մասին մտածող հայը սպիրկի մեջ ինքը ավելի ուժեղ է Սպիրկյան նպատակը 1970-ի սպիրկյան նպատակը չի եռնարել Սպիրկյան քոյության, սպիրկյան
հզորացման նպատակը ինքնանպատակ պետք չէ լա։ Հիմա ավելի մեծ իրականություն կա, որում պետք է որն նաև պետք է ծառայել։ Նաև ուրիշ շատ կարևոր իրականություն կա, մենք այս վերջին 35 տարվա անկախությունն առաջ եւ 2 տարվա 1918-ի անկախությունն անցին 37 տարի եթե գումարեք միասին 37 տարին առաջ մենք գրեթե 1000 տարի չենք ունեցած անկախություն, չենք ունեցած պետականություն եւ եթե մենք իսկապես չլարվենք դրականորեն Հայաստանը հաջողցնելու եւ Հայաստանը հաջողցնելով մենք կհաջողցնենք մեր Հայաստանին դուրս բանը կոյությունը եւ իրականությունը այդ 37 տարվա իրականությունը մենք կվտանգենք ասի այնպեսի անգարժեք բան է մեր ցերկը այսօր որ 1000 տարի մենք չենք ունեցել մենք ունենք այդքան 37 տարի 34 տարի դա հաշվենք 91-ին մինչև հիմա Ատոր պետք է այնպես քուրքուրալ փայփայել մենք ճունենք իրավունքը շրայլելու եւ մսխելու այդ արժեքը այդ արժեքը ոչ քուկոտ է ոչ իմս է ոչ մեր կրբանի մեջ նոր կրնանք առնել վատնել թափել խումար խաղալ եւ այլն Ադիկը պատմականորեն մեզի ժառանգված մեր ցերկը դրված է եւ ատոր հանդեպ մենք ամբողջական բարձրացնություն պետք է ստացնենք այդ հաջողություններով եւ նորեն այս կսեմ ես ոչ թե մեղադրական թադաբարդողական ոգիով իմ մեջս միայն գա թերականություն նույնիսկ երբ որ խոսի մարդուց հետ որոնք բան ասենք այլախոհ են այս հարցով ես իրենց չեմ սիրաշահիր եթե իրենց մեղադրեմ եւ թադաբարդեմ եւ ուրեմն մարտահրավերը այն չէ որ գամավորին այսօր փորը գծավի գամավորին այսօր չերմություն ունի այդ բաներն ակա բադային մենք ունենք աշխատակազմի անդամ որը բժշկական անձնական առողջական այս հարցերով կսպարվի այդ կարևոր է բեր այս ծրագրի իրականության մեջ բայց այդ մեծ պատկերը իսկապես պետք է as հավաքենք մեր միտքերը եւ մենք մեզի երամուկ չտանք այս թանկարժեք իրականությունը ոչ թե միայն մսխելու այլ նույնիսկ անոր չնաբաստելու մենք մեզ երամուկ պետք չտանք Հայաստանը այս իրականությունը իսկապես թանկարժեք է եւ անկախությունը գործընծնող միայն որ գիտե թե ինչ անկախություն գործընծնելու ցավը մեկ նայեցեք աշխարհի 4 կողմի այսօր իրականությունը ինչ կպատահի եւ պետք է զորանանք Հայաստանի մեջ այո շատ բաներ սխալության վրա են այո շատ բաներում մարդիկ հակառակ են հաժանորեն հակառակ են այո եւ այդ պետք է մղե մարդկանց թեպի այս երկրի հաջողության ծառայել ոչ թե հերացնել մարդկանց եւ հատկապես կլսեմ նաեւ տարիքով ավելի առաջացած մարդուց կողմից նաեւ այդպեսի բաներ երասրտեն ինչ օրինակ եք երբ որ 60 տարեկան մեկը գսե որ ես Հայաստանի հետ վերջացա այլևս ես Հայաստանին այլևս գործ չունեմ ես Հայաստանին ցերկերս լվացի երասրտը որ քեզի գլսե ինչ պատկամ է ադիգա եթե մեկը ինքներեն լավ կսկասնի ադիեսելով լավ ադիգանալ կոծեննագի մեջ ինքներեն բայց մարդիկացում հանրային նոր ասենք խոսի ինքը կրեն ես նորեն միան տարական լիցքեր ունեմ միայն այդ ծով ես մարդ կհրավիրեմ Հայաստան այդ ծովը նամսել որ կամ որ չեն անցեք այս կողմ եկեք մասնակցեցեք եկեք սկսեցեք եկեք տեսեք փորձեցեք ոչ մեկ բան չի յանքի մեջ որ ես բարդատրվից սեր որոշում են անտին եւ նաեւ չափազանց անհրաժեշտ է որ ինչ որ պատահեցավ Արցախի մեջ նաեւ չգտնվի այլ դերեր եւ ոչ մեկը չի աշխարհի մեջ որ մեզի երաշխիք կուտայի դիմաստով
Ինչու at երգերը մեզի չոքներ, ինչու at երգերը ասանք տնը, ինչու ասողությամբ կերտանք, ադողությամբ կերտանք, անիմաստ խոսակցություններ են, փրկությունը միայն մեկ տեղ է, աշխարհի մեջ քանի միլիոն ենք, փրկությունը հոն է, հաջողությունը հոն է, Մեր մեջ։ միայն, Խոսեցաք անհրաժեշտության գարիքի մասին եւ այսպես դրական շունչ մգար։ Ուզեմ այս վերջին հարցումը այսօր վրագառուցել եւ ավարտենք այս անհրաժեշտության եւ դրականության մեջ ինչ են Birthright Armenia ծրագրի աբակայի զարգացումի կամ ընդլայնելու ծրագիրները Հայաստանի մեջ։ եթե մենք տարեկան 200 հոգի ունենք, կուզենք տարեկան 300 հոգի ունենալ, կուզենք տարեկան 500 հոգի ունենալ, եթե հիմա մենք 3000 շրջանաբարդ ունենք, կուզենք 5000, 10000, 30000, 50000 շրջանաբարդ ունենալ։ Ուզենք նպաստել մեր չափով, մեր մասշտաբով, կուզենք նպաստել ամեն հայկական աշխարհի հաջողության։ Զարգացումը միայն հաջողությամբ է։ Ճիշտ է, Գորիսի մեջ տարած քնված է գնալ լավակային նաև Գորիսի մեջ մենք կորձունեություն ծավալենք հիմա ունենք 3 քաղաք Վանաձոր, Գյումրի, Երևան աշխարհի ավելի տարբեր գորմերով կուզենք ավելի հայություն բերել կուզենք կամավորներ ավելի երկար մնան շրջանապարտներու հետ ավելի ուժեղ ծրագիրներ պիտի անենք ծրագիրները կան որոնք դեռ հաստատված չեն ուրեմն հաջորդ մեր հանդիպման խոսենք վահանանոց մասին բայց զարգացումը միայն դեպի վերջնական նպատակ Հայաստանի հաջողության միջոցով նաև աշխարհի հայության ավելի գուր, ամուր, ուրախ գոյությունը Այս հոյակապ պատասխանով ավարտենք մեր հարցազրույցը։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակին համար։ Հաջողություն կմաղթեմ ձեր ծրագրի ամբողջ գործունեության։ Ինչպես ասիք, ունիք դեր նոր ծրագիրներ, հույսով եմ ավակային կհանդիպինք, կզրուցենք անոնց մասին։ Շնորհակալություն շատ Վահան, փոխադարձաբար հաջողություն ձեր գործունեությունում։ Շնորհակալություն շատ։